կետերի ջրային ռեժիմներն են, որի ընթացքում հնարավոր են լինեն հեղեղումներ եւ հնարավոր են չլինեն հեղեղումներ։ Հիմա ինչ այդ հոսքի ծավալների տեսակետից այդ պերիոդի համար հիմա կանխատեսվում է 50-ից 90%, այսինքն նորմայից ցածր։ Ինչ վերաբերում է հեղեղումներին, հեղեղումները կարող են լինել այդ պերիոդում, եթե ջերմաշանի կտրուկ բարձրացումներ եւ խորդառատ տեղումներ լինեն, որոնց վերաբերյալ հնարավոր է կանխատեսումներ տալ միայն 3-ից 4 օր վաղօրոքությամբ։ Հիմա կարող ենք շեշտել, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մենք չունենք նմանատիպ հեղեղման վտանգ։ Պարոն Սուրենյան, 50-ից 90% ինչի է վերաբերում։ Գարանային վարների հոսքի ծավալներին։ Պարոն Սուրենյան, ձեր դիտարկումները ինչ են ցույց տալիս, արդյոք հաճախակիացել են այն դեպքերը, որ մեկ օրվա ընթացքում ավելի շատ ծավալի անձրևներ ու տեղումներ են լինում, օրինակ չգիտեմ, մեկ ամսվա ծավալը մեկ օրում է տեղում։ Այո, վերջին գոնե 10 տարիներին եւ հատկապես վերջին 5 տարիներին վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել են տեղումների ինտենսիվությունը, այսինքն կարող է ինչ-որ մի ժամանակահատվածում տեղումներ չլինեն եւ մեկ օրվա ընթացքում թափվել ամբողջ ամսական նորմայի չափ տեղումներ եւ մենք անցած տարի էլ ականատես եղանք հենց Երևան քաղաքում, ինչու նաեւ հանրապետության տարբեր հատվածներում տեղատարապ անձրևների եւ մեկ ժամվա ընթացքում կամ ավելի փոքր ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում թափվում էր մինչև ամսական նորմայի չափ տեղում եւ նաեւ մի ուշագրավ երևույթ է առաջացել վերջին տարիներին նաեւ մեծացել է ամպրոպների կրկնելիությունը եւ ուժգնությունը։ Սա ընդհանուր գլոբալ տաքացման հետ է կապված։ Սա գիտեք շրջանառության փոփոխության հետ է կապված, որովհետեւ մոլորակի վրա արկա է մթնոլորտի շրջանառության որոշակի շեղումներ եւ այդ շեղումների ընթացքում մեզ մոտ հայտնվել են նոր մթնոլորտային երևույթներ, նոր process-ներ, որոնք վերել են նման փոփոխությունների։ Շատ շնորհակալ եմ, հարցեր կան։ Սովորաբար տարիներներ է ուղղել անմոտում, ոչ թե նախորդ տարի, այլ 5 ամսակով, 10 ամսակով, 1 ամսակով միտինգ է։ Գնում է ավելի շատ պետի չորացում, ավելի շատ պետի